Հիմա որ ստեղ կանգնած եմ, սա իմ ծնողների հոգսը, որ դրել են եկեղեցում իմ երեխաներին հարաղոտ կարվեց, նրանց աղոտքի պատասխանն է, սրտանց ասենք փառք։ Ոչ մի աղոտ երկին բարձրանալուց երկիր անպատասխան չի վերանա։ Ասելուց միտքը նա է, որ հավատք ունենանք, որ Աստված մեր կյանքում ներկա է, ամենակարևոր բաներից մեկն է, որ հավատաս, որ Տերը ներկա է քո կյանքում։ Մեր աչքերը չեն տեսնում, բայց Աստված ասում է, որտեղ 2-3 հոգի հոնեմ ես իրանց մեջ։ Աստված ասում է, մինչև աշխարհի վերջ ես քեզի հետ։ Այս խոսքերը պարապ չեն։ Մեզի մնում է, որ երեխայի պես այս խոսքերին հավատք ունենանք, որ Տերը մեր կյանքի մեջ ներկա է։ Փառավորվի իր անունը, սրտանց ասենք փառք Հիսուսին։ Ասում Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Մենք Աստծուն սերը հասկանում, ընդունում ենք, եւ երբ որ հնազանդվում ենք, միայն այս պարագայում է, երբ որ հավատում ենք, որ Աստված մեզ սիրում է, որ իր որդին մեզ տվել է։ Ամբողջ խնդիրը Սուրբ Գիրքը մեզանից մի բան է ուզում։ Աստված մեզանից գործ չի ուզում։ Մի բան է ուզում, որ մենք հավատանք իր որդուն ու այդ հավատքով ապրենք։ Կարդամ միտեղ առակած գրքի մեջ երկրորդ գլխի մեջ սենց խոսքեր ասում Տերը, որտեղից ենք մենք կարողանում, որ Աստծուն մոտիկանալուց կյանք վայել ենք։ Որդյակ եմ, եթե իմ խոսքերը ընդունես ու իմ պատվիրանքները քով վայես։ Աստծո խոսք ընդունող մարդուն հավատք է պետք։ Եթե չլինի ծնունդ հավատքից, որը գալիս է Աստծո խոսքից, մեր ներսը այդ փափագը չի լինի։ Որդյակ իմ, եթե իմ խոսքերը ընդունես, իմ պատվիրանքները քովդ պահես, այնպես որ ականջդ իմաստությանը տաս ու սիրտդ հանճարին բանաս, եթե դու իմաստությունը քեզի կանչես եւ քո ձայնդ հանճարին ուղես, եթե զանիկ արծաթի պես փնտրես ու ծածուկ գանձերի պես խնդրես, այն ատեն Տիրոջ վախը պիտի հասկանաս, Աստծո գիտությունը պիտի գտնես, որովհետև իմաստությունը տեք ու տա գիտությունը հանճար անոր բերնել է։ Փառավորվի իր անունը։ Երբ կգտնենք, երբ որ մենք արծաթի պես, ինչպես ենք մենք, այս եղբայրս վկայեց, որ աղոտ քարեցինք, Աստված ինձ գործ տվեց։ Ես այդտեղից տեսա, որ Աստված լսում է ինձ, եւ Աստված կա։ Մարդը աշխարհից վրա ապրելով ամբողջ իր փափագը այդ աներա մամոնան է, որ աշխատենք, որպեսզի ապրենք, չէ՞։ Սատանան այդտեղ սաղին խաբել է։ Փող ունես, կապրես, չունես, կմեռնես։ Մարդ չես, փող չունես, ունես, մարդ ես, հարգանք կունենաս, պատիվ կունենաս։ Ամբողջ աշխարհը այդ փողի տակ գերի է։ Եվ փնտրտուքի մեջ է։ Հիշում եք հարուստի համար, որ ասեց ով կփրկրի։ Հարուստի օրինակը բերեց։ Աշակերտները սենց խոսք ասին, էլով կարա փրկրի, էլի, բայց իրանք որ հարուստ չէ։ Բայց ասին էլով կարա փրկրի։ Այսինքն բոլոր մարդիկ աղքատ եւ հարուստ այդ փափագի մեջ են։ Փառավորվի իր անունը։ Աստված մեզի ազատել է այդ կյանքից աշխարհի։ Մի սիրեք աշխարհը եւ ինչ որ անոր մեջ կա, աչքերի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն։ Հոր մեջ է։ Աչքերի ցանկություն, ինչքան ժամեր ենք օգտագործում մեր աչքերով հեռախոսի մեջ մտնելով աշխարհը տեսնելով։ Պղծվում է մեր աչքերը։ Ասում է աչքը մարմնի ճրագն է։ Որքան աչքը պարզ է, այդքան մարմինը լուսավոր է։ Փառավորվի իր անունը։ Սրտանց փառք իրան։ Հիմա որ մենք ներկա ենք իր ներկայության մեջ, սա մենք երանելի ենք, որ Աստված այսօր արժանացրել է այսպես բոլորիս հավաքել մեկտեղ։
իր խոսքը հասցնելու մեզ, որ բժշկվենք մենք, ազատագրվենք մենք, որ իրան փառավորենք իր անունը։ Եվ մենք մեղքի մեջ չենք կարա փառավորենք։ Եվ Աստված մեզ բերել է այստեղ, որ ազատի դրանից։ Եվ այդ ազատվելը շատ հեշտ է, որովհետև քեզանից չի։ Դու չես անողը, դու խնդրողն ես Աստված անողն է։ 10,000 տաղանդի պարտական ասում է բերվեցավ, որ չէր կարողանում վճարել։ Ասեցին տունը, տեղը, կնիկ, երեխա, սաղ, ծախեք իմ պարտքս բերեք, պարտքատերն էր ասում։ Այնքան գումար էր, որ այդ ամբողջը որ ծախվեր, ընտանիքներ հետը, չէր երիքում էլի։ Եվ ասում անգամ ոտքերը աղաչեց, ասեց Տեր, համբերի կվճարեմ։ Ու ասում Տեր այդ պարտքը շնորհեց, սա է շնորհքը։ Մեկ անգամ աղաչելուց համար ասում ամբողջ պարտքը շնորհեցի։ Մեկ անգամ Աստծուն կանչելով խաչիբրի ավազակը, որ դավանեց ես մեղավոր եմ, ինչ ես խիստ խոսում, մենք արժանի ենք, ասեց այսօր եւ այդ ինձ այդ դրախտում կնես, սա է շնորհքը, ծրի ողորմությունը արել ես Տերը, երբ որ սրտանց ընդունում ես, Աստված սիրտ երիկամունք է քննում, նստած տեղը քեզ լավ է ճանաչում, քո մտքերը գիտի, քո սրտերը գիտի, ինչի ես ուզում, ինչի ես խնդրում, արդյոք լավ կյանք ապրելու համար ես խնդրում, թե իր հետ ապրելու համար ես խնդրում։ Սրա համար հավատք է պետք։ Երբ որ հավատանք, մեր աղոթքն էլ մաքուր կլինի, մեր խնդրվածքն էլ Աստծուն հաճելի կլինի։ Ենոքը 300 տարի Աստծու հետ ապրեց եւ Սուրբ Գիրքը վկայում է, որ հավատքով ապրեց եւ Աստծուն հաճելի է։ Փառավորվի իր անունը, հաշտվենք Աստծո հետ, քուր աղբերներ, հաշտվենք, այն կյանքը, որ կարդում ես ավետարանի մեջ, որ բերել է մեզ կտակարը, այդ կյանքի հետ հաշտվի, այս աշխարհի հետ մի հաշտվի, այս աշխարհում լավ բան քեզ ոչ մեկ չի տա, չեն կարատան, ինչ էլ որ տան ժամանակավոր է, այս կյանքի ուրախությունը ժամանակավոր է, չփոխենք այս ժամանակավորը հավիտենականի հետ, որը ծրի է տրվում մեզի, այս ժամանակավոր կյանքի համար ջանքեր ես անում, աշխատում ես, օր ու գիշեր մտածում ես, մաշվում ես, նեղվում ես, բայց այն կյանքի համար բան չես անում, ընդունում ես մենակ, հավատում ես, զղջում ես այս կյանքի մեջ, որ ապրել ես առանց Աստծու, եւ ծրի տրվում է քեզ, փառավորվի իր անունը, սա է շնորհքը, որ Աստված ծրի պարգևում է մեզ իր որդու թափած արյաշնորհիվ, մեր տեղը Հիսուսն է խաչվել, մեր մեղքերի համար քավություն Հիսուսն է արել, այդ արյունն է տապվել, մեզանից զոհ չի ուզում Աստված, կոտրած ու խոնարհ սիրտ է ուզում, ամբողջ խնդիրը ստեղ է, որ հավատքով մոտիկանանք իրան ու հավատանք, որ այդ կյանքը մեզ համար տրվել է, փառավորվի իր անունը, սրտանց փառք իրան անունը։